Աղջիկս երբ 1.5 տարեկան էր, սկսեց շատ հետաքրքրություն ցուցաբերել քաղցրավենիքի նկատմամբ, քանի որ խանութից գնված կոնֆետները իրենց մեջ պարունակում են շատ քիմիական նյութեր, որոնք չէի ցանկանում, որպեսզի նա ուտեր։ Սկսեցի բրբտել համացանցի, ինչպես կարող եմ տան պայմաններում ես ինքս պատրաստել կոնֆետները։ Առաջի անգամ երբ հումքը ինքս պատվիրեցի եւ տանը պատրաստեցի, աղջիկս եւ ընտանիքիս անդամները շատ հավանեցին եւ այդ ժամանակ էլ հենց գաղափար առաջացավ, որ կարող եմ այն համադրել խաղերի գիտելիքի հետ եւ շոկոլադը նրան տալ ինչ-որ բան սովորելուց հետո այդպես առաջացավ խաղ շոկոլադների կրթական սալիկների գաղափարը։ Տարբեր կրթական ծրագրերի դիմեցի, մասնակցեցի ամեն առումով պետք էր նոր գիտելիքներ, որպեսզի կարողանայի ավելի արդյունավետ իրականացնել գործունեությունը։ Երբ ներկայացնում եմ կրթական շոկոլադների մասին, բոլորի մոտ հարց է առաջանում կրթականը որն է։ Գիտելիքը համադրվել է շոկոլադի հետ։ Ունենք թեմատիկ խաղ շոկոլադներ։ Երեխաները վերցնում են մեկ քարտ, տեսնում են թե ինչ է գրված փաստերի մասին կամ տեղանունը գրված, քարտեզի վրա ցույց են տալիս եւ եթե ճիշտ են պատասխանում, իրենց մոտ են քարտը պահում, եթե չէ, այդ են դնում քարտերի կույտի մեջ եւ արդեն այդպես հաջորդաբար շարունակվում են։ Այստեղ սկզբունքը խաղի նա է, որ ամեն անգամ խաղալուց էլ ավելի է իրանց մոտ ամրապնդվում սովորած գիտելիքը։ Ես այնքան անքուն գիշերներ եմ ունեցել, շոկոլադը երբ որ չէր ստացվում, նույնիսկ լացել եմ դրա համար, բայց հույսս չէի կորցնում, որովհետև հասկանում եմ, որ շատ մարդիկ այդ անում են, իրանց մոտ ստացվում է, ուրեմն իմ մոտ է պետք է ստացվի, ուրեմն իմ մեջ է խնդիրը, իմ մոտ է խնդիրը, ես ինչ-որ բան չգիտեմ։ Ու պետք է ես սովորեմ, հիմա որ ես հետ եմ նայում, այնքան աճ եմ տեսնում, որ հիմա արդեն հաստատում կարող եմ ոնց որ այդ կետի վրա կանգնել ու առաջի կետը ու հիմիկվա կետը իրարից շատ են էլի տարբերվում։ Շոկոլադագործության նկատմամբ իմ սերը առաջացավ աղջկա շնորհիվ եւ հետո արդեն իմ համար դարձավ սիրելի զբաղմունք, աշխատանք ու հիմա արդեն էլ չեմ պատկերացնում առանց կոնֆետներ պատրաստելու ու ցանկանում եմ հենց այս ուղղությամբ ավելի կատարելագործվել ու բրենդը առաջ տանել։ Շատ դրական ու լավ արձագանքներ եմ լսել, արդեն 2 խանութների հետ ենք աշխատում եւ on-line ենք վաճառքը իրականացնում։ Երբևիցե չեմ մտածել Հայաստանից գնալու ու այլ վայրում իմ ընտանիքով ապրելու մասին, քանի որ իմ երեխաները ամենալավ միջավայրը, որ կարող են իրենք ապրել, մեծանալ, կրթվել, այդ Հայաստանն է, հայկական միջավայրն է, հայերն են։ Դրա համար իմ բիզնեսն պատկերացնում եմ այստեղ ցանկացած գործ ունի իր դժվարությունը, մեզ թվում է թե այս մարդը այդ հաջողությանը հասել է շատ հեշտությամբ, երբ ինչ-որ մի բան սկսում ես, այդ շատ դժվար է ու հասնում ես տարբեր փուլերի, այդ դժվարությունները ավելի ակնհայտ են լինում, բայց երբ այդ դժվարությունը հաղթահարում ես, հասկանում ես, որ դու նախ շատ ուժեղ ես ու հետո ավելի ես օփվում այդ դժվարությունները հաղթահարելուց ու հասկանում ես հաջորդ փուլին ավելի պատրաստ ես լինում հաղթահարելու այդ դժվարությունները։ Ինչ որ հաջողության հասնելու համար պետք է շատ աշխատենք։